Փաշինյան-Պուտին մոսկովյան բանակցությունից 2 օր անց Մոսկվան խիստ զգուշացնում է, էլ չի հանդուրժելու։ Ժամանակն է հրաժարվել մեր հարևանների Եվրամիությանը անդամակցելու հանդեպ հանդուրժողական վերաբերմունքից։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի խոսքով մինչև հիմա Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հարևաններին ուղված ռուսական հռետորաբանությունը եղել է զսպված. ուզում եք անդամակցեք։ Բայց հիմա ամեն բան պետք է փոխվի, քանի որ ըստ Մեդվեդևի Եվրամիությունն այլևս տնտեսական միություն չէ։ Եվրամիությունն արագ կարող է վերածվել լիարժեք եւ Ռուսաստանի նկատմամբ ծայրահեղ թշնամաբար տրամադրված ռազմական դաշինքի, որն ինչ-որ առումով ավելի վատն է, քան ՆԱՏՕ-ն։ Դա կլինի մոլեռանդ եվրոպական մակաբույծների զզվելի հավաքածու։ Նրանց խնդիրը կլինի քաղաքական կապիտալ եւ իհարկե փող վաստակելը հակառուսական հիստերիա բորբոքելու միջոցով։ Այս տողերից անմիջապես հետո Մեդվեդևը Պուտին-Փաշինյան զրույցն է հիշել, ասել թե նման մի զգուշացում արդեն արել է Դաշնության նախագահը ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Սա վերջերս զգուշավոր ձևով արդեն արեց մեր նախագահը, ակնարկելով ինչ-որ ընկեր Վովայևիչի։ Նա հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունն ու Եվրամիությանն անդամակցությունը անհամատեղելի են։ Նվազագույնն անհանգստացնող է Ռուսաստանի զգուշացումը, նկատում է քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։ Հիշեցնում, Պուտինն ասել էր, թե Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել 2 մաքսային միությունների անդամ։ Եվրոպական միությունը փաստացել է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմական իրողության, պատերազմական գործողությունների մեջ է, ով վերջուկնել է, չէ՞, դա ասում եմ, որ Հայաստանը փորձում է միանալ հակառուսական ճամբարին, ու դա պատահական ձևակերպում չէ, ինչպես նաև դա ձևակերպում է, որը որոշակի հարմար պարտավորություն է դնում Հայաստանի վրա, խոսքը Եվրամիությանը անդամագրվելու մասին է։ Եթե դու միանում ես մի կառույցի, որ Ռուսաստանի դեմ պատերազմ է վարում, իրենք էլ ասում են, եթե ուզում եք մեզ միանաք, Ուկրաինայի պես դուք ձեզ պետք է դրսևորեք, պետք է համաձայնեցնեք նաև ձեր արտաքին քաղաքականությունը մեզ հետ։ Մաթևոսյանի կարծիքով Հայաստանի համար ճակատագրական կարող է լինել հակառուսական ճամբար մտնելու Փաշինյանի մտադրությունը։ Թիրախում կհայտնվեն հայ-ռուսական հարաբերությունները, որոնց վիճակը Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո առնվազն հուսադրող չէ։ Մեզ փորձում են թիրախ դարձնել Ռուսաստանի հետ հարաբերությունը եվրոպացի մեր հարգարժան գործընկերները, որքանով է սա համապատասխանում Հայաստանի շահերին, թող մտածեն քաղաքացիները, որոնք հիմա գտնվում են ռուսական գազով ջեռուցվող բնակարաններում։ Իդեպ ըստ քաղաքագետի, Փաշինյանն ու Պուտինը վերջին հանդիպման ժամանակ համաձայնության չեն եկել ոչ ԵԱՏՄ-ԵՄ, ոչ ՀԱՊԿ-ի, ոչ էլ Հայաստանում առաջիկա ընտրությունների հարցերով։ Միայն մեկ համաձայնեցված հարց է եղել։ Պուտինը ասաց, որ այս ամեն ինչից հետո գնալու ենք ճաշել, Փաշինյանը ասաց շնորհակալություն։ Լիլիթ Խալաթյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Այլուր։ Продолжать динамично развиваться.